Մենք հիմա Գորիսից Քարահունջ գյուղ տանող ճանապարհի աջ կողմում ենք, մոտ Գորիսից 2 կիլոմետր հեռավորության վրա։ Այս ժայռի անունը Օփավեր է։ Երևում են բերդի մնացորդներ եւ խոռոչներ, քարայրեր, որոնք ծառայել են որպես կացարաններ։ Մեր այս դասախոսության թեման, այս տեղանունն է դրա ծագումը։ Երկու ավանդազրույց կա այս տեղանվան վերաբերյալ, տեղանվան ծագման։ Դրանցից մեկը հաղորդել է Գորիսեցի Հայրապետ Մաթևոսյանը, Սերո Խանձադյանն է գրի առել 1946 թվականին։ Ըստ դրանցից մեկի այստեղ ապրել է մի հարուստ կին, որը կերակրել է հարյուրավոր որբերի ու անտունների։ Եվ քանի որ այս կնոջը ասել են որբամայր, նրա պատվին այս ժայռի բերդի անունը մնացել է Օփավեր։ Ըստ երկրորդ ավանդազրույցի այստեղ ապրում էր աղքատներին առատ ողորմություն բաժանող մի հարուստ կին։ Մի անգամ մի դերվիժ այս բերդի տակ կանգնել է ու ձայնել է Օփայվեր, այսինքն իմ փայն էլ իջեցրեք, իմ փայն էլ տվեք։ Ինչպես տեսնում ենք, կա երկու ավանդազրույց, որոնք իրարամերժ են, որովհետև ըստ դրանցից մեկի Օփավեր բառի հիմքում ընկած է որբամայր բաղադրությունը, իսկ ըստ մյուսի Օփայվեր նախադասությունը։ Բացի այն, որ երկուսը իրարամերժ են, այսինքն չեն կարող չէ երկուսը միասին ճիշտ լինել, եւ բացի այն, որ այս երկու զրույցներն էլ նման են ժողովրդական ստուգաբանությունների, իրականում քան իրական գիտական ստուգաբանության, նաեւ պետք է նկատի ունենանք, որ կան հնչյունական լուրջ դժվարություններ։ Քիչ հավանական է, որ որբամերը դառնար Օփավեր, որովհետև բացատրություն չի ստանում մասնավորապես մ-վ անցումը։ Օփայվերը ամբողջովին որպես նախադասություն շատ քիչ հավանական է, որ դառնար տեղանվան հիմք։ Եվ ինչպես արդեն ասացի, ամենայն հավանականությամբ գործ ունենք ժողովրդական ստուգաբանությունների հետ։ Գիտական ստուգաբանության մի փորձ կատարել է Արմեն Ղարագյոզյանը, նա փորձում է Օփավերը ստուգաբանել ափավերից, այսինքն ափից վեր գտնվող։ Այս մեկնությունը անհավանական է մասնավորապես բառասկզբնային ձայնավորի պատճառով, որովհետև Օփավեր անցումը դժվար է բացատրելը։ Երվանդ Լալայանը այս տեղանունը հիշատակում է Օփավոր տեսքով։ Ըստ էության, սա Օփավերի շատ հավանական նախաձևն է, որովհետև ինչպես գիտենք, Ավոր հայտնի ածանցը այս տարածքներում դառնում է Ավեր, ասենք Թագավոր, դառնում է Թագավեր եւ այլն։ Այսինքն Օփավորը կամ եթե մատենագրական հենքով ասենք Վոփավորը, այս Օփավեր տեղանվան հնագույն ձևը կարող է լինել։ Օփավերը փաստորեն տեղական տվյալ տարածքների բարբառային անվանումը կարող է լինել Ավոր հայտնի ածանցի Ավեր տեղական տարբերակով։ Հիմա եթե ելակետ ընդունենք այս ածանցը, ապա տեղանվան հիմքում ընկած Օփավոր կամ Վոփավոր կազմությունը կարող է մեկնաբանվել որպես ոփ ունեցող։ Ոփ։ Հիմա մեր խնդիրն է պարզել, թե ինչ է նշանակում ոփ կամ ունենք այդպիսի բառ, որից կարող ենք տխեցնել այս կազմությունը։ Մինչ այդ նախ ուշադրություն դարձնենք ձեր թերթոնի 3-րդ կետի վերջին։ Տեսեք, Գորիսի բարբառում բազմավանք բառերի սկզբնային ո-ն ձայնավորից առաջ վ հավելում չի ունենում։ Երկվանկի դեպքում կա, բայց եռավանկի դեպքում չկա։ Օրինակներ կարող ենք այստեղ տեսնել, ողողելը դառնում է ըղողել, ոչ թե ողողել, որոճալը էրոճել եւ այլն։ Այսինքն արդարացվում է Օփավերի Վոփավոր վերակազմությունը։ Ինչպես տեսնում ենք, ժայռի ամենաաչքի ընկնող առանձնահատկությունը խոռոչներ ունենալն է։ Այդ այրերը ասվում է, որ ծառայել են որպես մարդկանց կացարաններ։ Եվ սա այս հանգամանքը հուշում է, որ ժայռը բնականորեն կարող էր անվանված լինել որպես խոռոչավոր։ Այսինքն, եթե մենք իսկապես նայում ենք, տեսնում ենք, որ աչքի ընկնող այդ առանձնահատկությունն է հիմնականում ու խոռոչավոր ստուգաբանական հենքը, իմաստաբանական հենքը շատ տրամաբանական կարող է լինել։ Եվ իսկապես հայերենում գտնում ենք ոփ տեսքով արմատ, որը հայ մատենագրության մեջ վկայված է մի քանի անգամ, սկսած Բարսեղ կեսարացու հաղագծ 6-օրյա արարչության թարգմանությունից, այդ երկի թարգմանությունից։ Նաև պահպանվել է մի քանի արևմտյան բարբառներում։ Հիմնական իմաստն է խոռոչ կամ փոս, որի մեջ ջուր է հավաքվում։
Սակայն ջուրը պարտադիր իմաստաբանական տարր չի այստեղ։ Պարզապես կարող է հիմնական իմաստը, բնիմաստը եղած լինել ոբ հենց խորոջ պարտադիր չի ջրի արկայությունը։ Եվ իսկապես ակնաբարբառի հոբ ձևը, որը վերաբերում է նռան մեծության խաղափոսերին, կարող է սրա մի վկայություն լինել։ Բարգիրք հայոցում, որ վերագրվում է Երեմիա մեղրեցուն, ավելի շուտ նրա հրատարակությունը, ոբ բառը մեկնաբանված է հենց այսպես՝ գուփ կամ վի, այսինքն ջրային տարը նույնպես հատուկ ընդգծված չի եւ էական չի։ Կարող ենք արձանագրել այսպիսով, որ այս արմատի բնիմաստն է փոս, խորոջ, ծերբ, որը հետագայում ավելի հաճախ սկսել է վերաբերել ջուր պարունակող խորոջների, բայց ինչպես արդեն համոզվեցինք որոշ վկայություններից, ջրի ներկայությունը պարտադիր չէ։ Այսպիսով ոբավորը կարող է նշանակել խորոջավոր հենց այդ ոբ արմատից կազմված։ Եվ այն, որ ոբ բառը կարող է հանդես գալ Սյունիքի մի տեղանվան կազմում քարայր, խորոջ, կացարան իմաստով, հստակորեն երևում է Տաթևի վանքից 1 կիլոմետր հյուսիս-արևելք Որոտանի աջգտակ Աղանձու գետի կիրճի ձախ լանջին բարձրացող Ոփա քար տեղանունից։ Դա մի ժայռ է, անունը Ոփա քար։ 190 մետր բարձրության այս ուղղաձիգ ժայռի ճակատամասում կա անառիկ քարայր, իսկապես, որը ամենայն հավանականությամբ Ստեփանոս Օրբելյանի վկայած քարանձավային կացարանն է։ Ակնհայտ է, որ այս անվան հիմքում նույնպես ընկած է նույն ոբ բառը, որ նշանակում է խորոջ։ Այսինքն նույն այս տարածքում ունենք եւս մի տեղանուն, որտեղ նույնպես տեսնում ենք ոբ բաղադրիչը եւ ամենակարևորը, որ այստեղ նույնպես կա քարայր կացարան, խորոջ, քարայր։ Սա իհարկե շատ ավելի ամուր է դարձնում ստուգաբանության հավանականությունը եւ ճշտությունը։ Տեղանունների բառանում գտնում ենք նմանահունչ մի այլ տեղանուն, նույնպես Սյունիքում, այս անգամ Ոփյաց ձոր կամ Հոփյաց ձոր տարբերակով։ Սակայն տվյալ դեպքում սա հարմար չէ, որովհետեւ էա բաղադրիչը, էա հնչակապակցությունը վկայում է, որ տվյալ դեպքում ոչ թե ոբ հիմքի հետ գործ ունենք, այլ ոփի ամենայն հավանականությամբ այն հայտնի ծառն է, որը իսկապես տարածված է այս բարբառային տարածքներում եւ նշանակում է բարդի, այլուր նշանակում է նաեւ սոսի, ոփի կամ հոփի։ Եվ իսկապես այս տեղանունը Ոփյաց ձոր կամ Հոփյաց ձոր տարբերակներն ունի, անվանատարբերակները, եւ այս ոփի ծառանունը նույնպես ունի հ-ով եւ առանց հ-ի տարբերակներ։ Այսինքն այս Ոփյաց ձորը մեզ չի օգնում, Հոփյաց ձոր տարբերակով այս տեղանունը մեզ չի օգնում, բայց ինչպես արդեն վերը ասացինք, Տաթևի վանքի մերձակա այս Ոփա քար ժայռի անունը այստեղ լուրջ նշանակություն է ստանում, որովհետև տվյալ դեպքում նույնպես ունենք խորոջ, քարայր, եւ ինչպես այս դեպքում այնտեղ նույնպես երկու տարրը, նախ ոբ տարրը լեզվական եւ այդ տարածքում արկա քարայրը, որը ամենաաշխինքնող առանձնահատկությունն է տվյալ տեղավայրի, հետեւաբար շատ տրամաբանական է, որ անվանումը հենց իմաստաբանորեն հիմնված լինի այդ հենքի վրա։ Այս տվյալների լույսի տակ կարող ենք եզրակացնել, որ իսկապես Գորիսի մերձակայքի այս ժայռի կամ բերդի օփավեր անվանումը կազմված է ոբ բառից, որ նշանակում է խորոջ, փոս, ծերբ, այր, եւ ավոր հայտնի ածանցից։ Պաստորեն նշանակում է խորոջավոր։ Այն այդպես է կոչվել իր վրայի խորոջների, այր կացարանների պատճառով։ Այսքանը։